Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ, ուրեմն փառք Աստծուն կրնամսեմ, որ մենք բարեգործական արդեն սկսել ենք մեծ ծրագիր իրականացնել բոլորս միասին։ Բոլոր տեղերից արդեն կզանգեին, շատ տեղերից ու կուզեն աջակցեն կարիքավոր ընտանիքներին։ Ամսու 1-ին ես կեշտամ Թիֆլիս, մեր քրոջը այցելության 65 տարեկան կին է, որի համար ներկայացրել եմ, որ ինքը ունի աղջիկ ու տղա մահացած, համարյա 1 տարվա ընթացքում երկուսն էլ մահացել են, միայնակ կապրի վարձով հիվանդ կին է։ Եթե կան մարդիկ, որ կուզեն էլի փոխանցումներ ենեն, ես պարտադիր բոլոր փոխանցումները ամսու վերջ կհրապարակեմ մինչև էշտալս ու նաև կներկայացնեմ, թե ստեղ ում ինչ եմ օշն է, մարդկանց անունները իրանց չեմ նկարել ներկայացնեմ, որովհետև իրանք վատ կզգան, պետք էլ չէ, բայց ձեր երածները անպայման կհրապարակեմ, որովհետև Տերս պատվիրել է այդպես։ Դիք իմ երածներս չեմ ենել, սե ես ձեր երածները կսեմ, որովհետև կսիրեմ բաց, մաքուր, թափանցիկ աշխատել։ Աստված ինձ այդպես է սորվծրել։ Ուրեմն շատ կարևոր է, որովհետև քանի որ սերը գործողություն է ու սերը ամենաթանկը զոհաբերել կնշանակի, ինչպես Հովհաննեսի 3:16 խոսքում է ասված, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Սիրելիներ, ուրեմն թանկը զոհելն է սերը։ Սրանով պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, եթե իրար վրա սեր ունենաք։ Ուրեմն այդ մեծ սերն որ պիտի ցույց տանք մեկս մյուսիս նկատմամբ մեր գործերով։ Հիմի կան կարիքներ, որոնք կներկայացնեմ ցեզի ու տեղեր կար անմիջապես հեռախոսահամարները, դուք ինձ կզանգեք, ես իրանց հեռախոսահամարները ձեզի կփոխանցեմ, կան մարդիկ, բարերարներ, որոնց որ Աստված շատ բաներ է երել ու իրանք էլ պարտավոր են ենեն մարդկանց, ուղղակի պարտավոր են, հիշեք Աստված ամեն մեկիդ կարիքները ինչ կան, մարդկանց միջոցով է լցրել, հիմի մեկիս ավելը մյուսիս պակասել հրացնել, հիմի այն ժամանակն է եկե, օշնության ամենամեծ շրջանն է, որ մեկս մյուսիս պիտի օշնենք, օգնենք, այն ժամանակ ինչի էին շատ ուժեղ Աստծո ներկայությունը, ինչի էր ուժեղ, ինչի էր որ բժշկությունները շատ կներ, որովհետև այն ժամանակ մարդիկ մեկտեղ կհավաքվեին, իրանց ունեցածը հասարակած կսեպեին, հավասար կբաժնեին, հիմի մարդիկ կան 10 հատ տուն ունին, մարդիկ կան վարձով կաբրին։ Ուրեմն 2 հատ վարձով աբրողի համար կուզենամ ես որ ցեզի ներկայացնեմ, մեկը Ռուսաստան կաբրի վարձով, արդեն 4-րդ երեխեն կունենա, ում որ Աստված կդնե որ օգնե ես իրանց հեռախոսահամարները ցեզի կտրամադրեմ, էլ ինձի փոխանցում պետք չէ ներ, անմիջապես փոխանցումը կենեք իրանց։ Ուղղակի ինձի կզանգեք, որ ես հեռախոսահամարը տամ։ Ու մեկ է մեր Վրաստանի քունել վարձով կաբրի, մենակ ծեր կին է, եթե կան մարդիկ որ կուզեն օգնեն, տուն տրամադրեն, կամ թեկուս ժամանակավոր տրամադրեն այդ ծեր կնոջը, հիվանդ կնոջը, որին որ ես պիտի այցելեմ Վրաստան, պարզապես կրնակ Էլի ինձնից համարը վերցնեք ու օգնեք այդ ձեր կնոջը, հավատացեք ինչ որ կենեք հազարապատի կպիտի հնձեք, ինքան ցեզի երանելի համարեք, երբ որ դուք հնարավորություն կունենաք օգնելու։ Իմ հեռախոսահամարը սկրեք +374 98 95 0071։ Մինչև էշտալս բոլոր ուղարկածները ես ցեզի կներկայացնեմ, պարտադիր դուք պիտի տեղեկանաք, ինչպես նաև եթե տներ կորշնվին, էդեր ցեզի կներկայացնեմ։ Չեմ ներկայացնել ովեր է, ումեր է, որովհետև ենողները չեն ուզոր Երևան, ոչ էլ ումոր կենեն, իրանց վատ կզգան։ Բայց որպիսի եւ ենողը տեսնի, որ իրա երածը հրաբարակվել է, դիգե կարևոր, նաև ումոր եղնցվել է, ինքն էլ կրնանա իր շնորհակալությունը հայտնել Տիրոջից ամենակարևորը։ Սկանա ես որ ինչ որ կուզենայի ցեզի հետ խոսայու կիսվեի, հիմի մտածեմ մեծ բարեգործական ծրագրի մեջ, սիրելիներ, ուրեմն ամսու 1-ին կեշտամ Վրաստան, իսկ դորից հետո իմ փոքր տղուս հետ կեշտամ, դորից հետո կեշտամ Ռուսաստան, կխնդրեմ ում սրդի մեջ որ Աստված կդնե փոխանցումներ կատարելու, որպեսզի մենք ճանապարհածախսել ունենանք, սիրելիներ, այդ ճանապարհածախսն էլ պիտի փոխանցեք, որ ես կրնանամ հասնեմ ու օգնեմ շատ ընտանիքների։ Ես ուղղակի
կխնդրեմ ձեզի Հիսուսիս անունով կանգնեք մեկըդ մյուսիդ կողքին, մեկս մյուսիս կողքին կանգնենք ու փորձենք գործնական ձևով սիրենք մեկս մյուսիս։ Այն որ դու բարձին կտնես, հանգիստ կքնիս քու տանդ մեջ, կան մարդիկ, որ իրանք ուրիշի տան մեջ կքննին ու հազիվ կհասցնեն, ինչի չօգնենք այդ ընտանիքներին։ Այս կյանքը ժամանակավոր է, սիրելիներ։ Այս երկրի վրա, ով որ շատ գանձեր է դիզե, այնքան երկրորդական է, ձեր գանձերը դիզեք երկնքում։ Ով որ ունի երկու հատ տուն, մեկը օրհնեք իրան, ով որ ունի կա մարդիկ, որ խոշոր գործարաններ ունին, բիզնեսներ ունին ու ընձի հետ համագործակցեք, ինչի չօգնենք մեկս մյուսիս։ Ամեն մեկս ինչ որ կրնանք, ենենք մեկս մյուսիս համար։ Սիրելիներ, կենեք ձեր փոխանցումները, կհրաբարակեմ ու անպայման փառք ու դանք Աստծուն ամեն ինչի համար։ Ասեմ, որ շատ մեծ շարժ կա, որի համար փառք Աստծուն։ Ու ես պիտի այցելեմ տարբեր երկրներ շատ շատերին օգնելու համար։ Եթե կան Վրաստանում ապրողներ իմ բաժանորդներից ես ամսու 1-ին օրեկա կրնանք պայմանավորվենք, ձեզ էլ տեսնիմ, ձեզ հետ խոսամ, ամեն դեպքում մենք պիտի գանք առավոտ իրգունը հետ պիտի դառնանք, բայց ամեն դեպքում եթե հանկարծ կարիք եղնի, կարող է Աստված ծրագրերը փոխե ու մնանք։ Մենք որովհետև այսօր ես ուղարկել եմ գնալու հետ վերադառնալու գումարը ձեր իսկ ուղարկածների հաշվին։ Սկանը սիրելիներ, հույսով եմ որ բան չմոռացա, Տերս քիշը ծնորդ ձեզիս եմ, եղեք ակտիվ, եղեք ցանող ու հիշեք, առատությամբ ցանողը առատությամբ կհնձե։ Իսկ որ սպես կցանես, ուր դիս պիտի հնձես, սպես որ կցանես, ձեր տակից պիտի կողքերից թափել հնձելու բան չի մնա։ Առած սպես ցանե երկու ձեռքով, ինչ եղտերը կսե, ես իմ ձեռքերս կբացեմ ու քու կարիքներդ կլցնեմ։ Այդպես քու ձեռքերդ բաց ու լցրու քու հավատագիցներիդ, քուրերիդ, աղբերներիդ կարիքը երանելի է տալը, քան թե առնելը։ Ես միշտ կուրախանամ տալու մեջ։ Հույսով եմ դու էլ։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, բոլորիդ շատ կսիրեմ։ Պիտի կանգնենք թե մեր Ռուսաստանի ապրող հավատագիցների կողքը, կամ ֆինանսով օգնեք, օր վարձով կաբրին, կամ տնով, ու ավելի ճիշտ կլինի մեջս Տերս այսօր, երբ որ այդ ընտանիքի հետ կխոսայի կնոջ հետ, անընդհատ ընձի տան համար ցույց կտար, որ ես պիտի տան համար ներկայացնեմ։ Ու մեկ է մի հատ կարևոր բան ասեմ, ում որ կներկայացնեմ, Աստված ինքն է դրել իմ սրտիս մեջ, ու թող ձեր սրտի մեջ էլ տնե, որ կանգնեք թե Վրաստանի ապրող քրոջ կողքը, եւ թե Ռուսաստանում ապրող ընտանիքի կողքը։ Այդ 4 երեխեն մեր բոլորիս երեխեն է։ Պես չէ երեխեք ջան, մեծ աղջիկ է, ինչ հրաշք երեխա էր։ Եկել էր ինձ այդ խոսար գլխաշոր էր կապե, որ աղոթքեներ, շատ լավ ընտանիք են, ով որ օգնես նաև կծանոթանա այդ ընտանիքի հետ։ Օրհնված եղեք Հիսուսի զորավոր անունով։ Բոլորիդ շատ կսիրեմ ու կսպասեմ, որ պիտի ուսուսի օր տանք, սարեր շուր կուտանք ու Տիրոջ սիրն է կուրախացնենք։ Արագած 27-ի 11-ը ինչ կսե, որտյակս իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես պատասխան տամ ինձ անարգողին։ Իրան անարգողով է Սատանան։ Իմաստուն եղնել ինչ կնշանակե։ Իմաստուն եղնել կնշանակե, այն ինչ որ լսեցիր կիրառը։ Հասկացար, փողերը թանեք ձեր պայաստեղերից ու ժամանակն է օգնենք մեկս մյուսիս, որբիսի Տերս պատասխան տա իրան անարգողին։ Ու հիշեք, երբ որ դու կտխրիս, Սատանան կուրախանա, երբ որ դու կուրախանաս, Սատանան կտխրի։ Հիմի, երբ որ մենք կօգնենք մեկս մյուսիս ուրախություն կլցնենք, Սատանան կտխրի։ Իսկ երբ որ մենք սխալ բաներ կինենք, Սատանան կուրախանա։ Ուրախացնենք մեկս մյուսիս։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, կսիրեմ բոլորիդ, շատ։ Եղեք օրհնված Հիսուսիս զորավոր անունով։ Կօրհնեմ բոլորիդ ցանկը, բոլորիդ մտած տեղը, բոլորիդ ելած տեղը, բոլորիդ քայլած տեղը, թող Տիրոջս ներկայությունը միշտ է շտա ձեր առաջից, որբիսի ձեր իր առաջի գտնվող բոլոր թշնամիներին այժե։ Իսկ դուք միշտ Տիրոջ հետևից գնացեք, որբիսի պաշտպանված եղեք։ Սաղմոս 97:3 կարտացեք։